գնաց։ Բարև ձեզ։ Եթերում կրտսեր եւ ավակ Վարդան Ղուկասյաններն են։ Այսօր իմ նախաձեռնությամբ զրուցելու եմ ավակ հորեղբորս ավակ Վարդան Ղուկասյանի հետ։ Որոշեցինք մեր բազում զրույցներից մեկը այս անգամ հանրայնացնել եւ այն ինչի մասին հաճախ զրուցել ենք, փոխանցել նաեւ ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ղուկասյան, անկեղծ ասած պատրաստել եմ մոտ 10 հարցեր ձեզ համար, որոնց մասին դուք տեղյակ չեք, եւ հարցերը, ինչպես շատ ժամանակ նաեւ նպատակ ունեն պատմությունը մարդկանց ցույց տալու, նաեւ ինչ որ տեղերում պրովոկատիվ են։ Սկսենք մեր հարցազրույցը։ Համեցեք։ Մենք հայերս հակվածություն ունենք բոլորին անվանելու սրա նրա մարդը։ Մեզ անցյալը հիշեցնում է, որ երկու անգամ, ինչքան գիտեմ 1999 թվականից սկսած, ընտրվել եք ու շուրջ 8 տարի անկուսակցական եք եղել։ Ինչը ձեզ ստիպեց մտնել ՀՀԿ։ Միթե այն ժամանակ դուք չեք տեսնում ՀՀԿ-ի արդեն անկում ապրած վարկանիշը ամբողջ հանրապետությունում։ Ինչը ձեզ ստիպեց գնալ այդ քայլին։ Ես նախ ինձ համար շատ կարևոր է, շատ հետաքրքիր է, որ ես հիմա այսօր այս պահին մեր կրտսեր Վարդան Ղուկասյանի հետ եմ հարցազրույց ունենում եւ ասեմ, որ ինքը այսպես շատ բնավորություն ունի, այսպես նաստիրնի, ասեմ, ռուսը լավ խոսք է ասում, չէի ուզում ես այս հարցազրույցը լիներ, բայց այնքան ասեց, որ ել չեմ կարող ուրեմն մերժել մեր կրտսեր Վարդանին եւ այս հարցազրույցը մենք առաջի անգամ մեր կյանքի մեջ տանում ենք։ Ճիշտ ասած, այդ ինչ որ ասում եք, ես միշտ ասում եմ, որ ես կուսակցական հոգեբանություն չունեմ։ Ես ավելի անկախ եմ, ավելի ազատ եմ։ Եվ այդպես է ինձ Աստված այդպես է ինձ ստեղծել։ Բայց այն ժամանակ, եթե կուսակցական պատկանելություն չունեիր, ուրեմն քարկոծվում էիր բոլոր կուսակցությունների կողմից։ Դե իրենք, ասենք, երկրի ղեկը իրեն ձեռքում էր, նախարարություններ, մարզպետարաններ, լրատվական կառույցներ, բոլորը անկուսակցականի դիմաց ուրեմն հալածանք էին անում ինձ։ Մի խոսքով այդպես շատ խառնում էին ամեն ինչը բան, քաղաքի շահերը ինձ ստիպեց, որ ես մտնեի կուսակցության մեջ։ Եվ իրենց առաջարկով, ոչ թե ես դիմել եմ իրենց կամ ինչ որ մի բան եմ արել, այլ իրենց առաջարկով, հետո ես որ կուսակցության մեջ որ լինում էի, այդ կուսակցությունը մարզում քաղաքում հաղթում էր։ Ուրեմն ամբողջ Հայաստանի Հանրապետությունում պատկերացրեք բոլոր տեղերը մարզպետներն էին, ՀԿ-ի կուսակցության ղեկավարը, այդ տարածաշրջանների Շիրակում որպես քաղաքապետ ես էի։ Եվ միայն ինձ ստիպել են, որ Գյումրին չտուժի հարցերի մեջ Գյումրին չտուժի։ Բայց անցնելուց հետո կուսակցական դառնալուց հետո ճիշտ ասած զգացի, որ սխալվել եմ։ Եվ իմ սխալը հավանական է Աստված ուղղեց։ Ի վերուս ստացվեց, որ իրենք իրենց ձեռքով, ընդհանրապես ես այստեղից այնտեղ վազողը չեմ, նայեք իմ ամբողջ այդ քաղաքական ապրած ժամանակահատվածը, ես այստեղից այնտեղ չեմ վազել։ Հիմա էլ որ ասենք, եթե երկիրը կուսակցականացված չլիներ, ես կոմունիստական կուսակցությունով չէի առաջադրի իմ տեխնատությունս, կամ եթե երկիրը քաղաքականացված չլիներ, ես Բարգավաճի հետ չէի գնա ազգային ժողով։ Այսպես է, չես կարող, անհատը չի կարող, եւ ես դրան դեմ եմ, որ այդպես։ Մի քանի անգամ ես ազգային ժողովում ելույթ եմ ունեցել, ելույթներս կա, որ ասել եմ, եթե անհատը կարող է բոլոր կուսակցություններին հաղթի եւ պետական կառույցներին բոլորը իրար հետ ու կարող է անհատը հաղթի, ինչու համար է այդ անհատի ճանապարհը փակում։ Չէ՞ որ հիմա այդ բանը, եթե ավականիներն է ընտրում քաղաքապետին, քաղաքապետը կախված է լինում ավականիներից։ Իսկ եթե ժողովուրդն է ընտրում, ճիշտ է, մի քիչ հետ գնում ես, ոնց որ ժողովուրդն է երևում, բայց թե ավականիներն է առաջինը քեզ ցայն տալիս, քեզ ուղղորդում, դու պետք է ավականիների հետ լավ հարաբերությունների մեջ լինես։ Իսկ դա կախվածության մեջ է գցում։ Ես օրինակ դրան դեմ եմ եղել։ Այն գլխից մինչև այսօր։ Պարզ է։ Իսկ հստակ օրինակներ կան, որ ասում եք քաղաքի շահը պաշտպանելով եք անդամակցել ՀՀԿ-ին, հստակ օրինակներ կան, որ օգնել է ձեր անդամակցության փաստը Գյումրիին ինչ որ օգուտ բերելու, ասենք ինչ որ փողոց կառուցելու կամ Ես ճիշտ ասած այդ հարցը չեմ ուզում շատ մանրացնել, չեմ ուզում դրա շուրջ բոլորը ծավալվել, ես քեզ միշտ ասում եմ, մի քիչ հեռու պահի այդ հարցերից, լավ կլինի, որ ես չպատասխանեմ։
Շատ լավ։ Գիտեք, մենք չենք նախապատրաստվել, սիրելի հերոստատիտողներ ասեմ, թե ժողովուրդ հայոց ունկնդիրներ, մենք իրար հետ չենք պատրաստվել, դրա համար այսպես ինձ անակնկալի է բերում։ Ես ասում եմ, որ իրար հետ պայմանավորված լինեինք, կասեի այդ հարցը հանի։ Շատ լավ, անցնեմ իմ պատրաստված մյուս հարցին։ Ինչ կպատմեք Լինս հիմնադրամի կողմից կառուցված շենքերի մասին։ Ես նաև գիտեմ, որ ձեր ավանդը այնտեղ եւս մեծ է եղել, չնայած այսօր հենց այդ շենքերում ապրող շատ մարդիկ երևի իրենք էլ տեղյակ չեն, թե կուլիսներում ինչ է տեղի ունեցել, որ իրենց բախտը վիճակվել այդ շենքերում ապրել։ Կմանրամասնեք, պատմեք, թե ինչպես է ցես հաջողվել այդ շենքերը այդտեղ բերել։ Ուրեմն Լինսի հիմնադրամը շատ մեծ ջանքերով է կառուցվել, թող Աստված ողորմյա մեր Քեր Քրկորյանի հոգուն եւ ծնողներին, որ այդքան գումար ներդրեց եւ քաղաքում այդքան բնակարաններ կառուցվեց։ Բայց քաղաքաշինության նախարարությունը եւ մարզպետարանը ու շատ պետական чиновникներ ուզում էին, որ Լինսի այդ շենքերը կառուցվի 58 թաղամասի ռուսների թողած հիմքերի եւ կիսակառույցների վրա։ Էլ ես չեմ ուզում մանրացնել ինչի համար։ Ճիշտ ասած, խելացի մարդիկ կհասկանան, թե ինչի համար։ Ես պայքարել եմ իրենց դեմ, այդ կառույցների դեմ, որ ասել են, որ պետք է քաղաքում կառուցվի, որովհետև քաղաքի մուտքը, որ մտնում ես, խայտարագություն է դոմիկներով, մոտավորապես այդտեղից 1000-1500 դոմիկ են կերացրել, որ այդ շենքերը կառուցվել է։ Տերյան փողոցը, Շարլ Անձնաբուրի հատված է հրապարակը, եւ որտեղ որ Լինսը կառուցվել է, եւ Կարեգին Նժդեի վրա։ Մի խոսքով, ես պայքարում էի, բայց մենակ էի, չէի կարող, իրանք շատ որ էին եւ ամեն մեկս մի ձայնի իրավունք ունեինք։ Ես գնացի հասել եմ Լինսի հիմնադրամ, իրենց հետ պայմանավորվել եմ, սա առաջի անգամ եմ ասում, ճիշտ ասած, եւ ուրեմն բանի USAID եւ USAID այնտեղ մի հայ կար, շատ լավ անձնավորություններ, Ուրբան ինստիտուտի հետ եմ խոսել այս հարցերը, իրենք համամիտ են եղել ինձ քաղաքապետին եւ ասել են դու հարցը բարձրացրա, մենք քեզ կպատիժ կանենք։ Որտեղ պետք է բարձրացնենք։ Ուրեմն դա պետք է բարձրացվեր եւ ուրեմն շինության նախարարությունում եւ մարզպետարանում երջվել Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ Ռոբերտ Քոչարյան։ Մի խոսքով, երբ որ արդեն մենք հասանք այն արդյունքին, որ պետք է կառուցվի քաղաքի կարևորագույն հատվածներում, ուրեմն այդտեղ խնդիր էր առաջանում տարածքների իրացման հետ կապված, այսինքն այդտեղ տնագներով լցված էր եւ պետք է մենք կարողանայինք արագ կարգով այդ մարդկանց հանել։ Ուրեմն երբ որ մոտեցանք, որ մարդկանց պետք է հանեինք տարածքներից, պետք է տանեինք մեկ այլ տեղ դոմիկները տնեին, մարդիկ դուրս չէին գալիս, ասում էին, եթե հիմա այս մեր դոմիկին կպնեք, արդեն դոմիկը խարխլված է, մենք այստեղ կանալիզացիա ենք քաշել, ջուր ենք քաշել, լույս ենք քաշել, ինչ որ որոշակի հարցեր ենք լուծել, հիմա որ սա քանդում եք, մեզ տանես գցեք տաշտերն ու չոլերը, ու բնականon չտակ, մենք դուրս չենք գա, որովհետև հիմա դուք տալիս եք 7 կետի արդոնության մարդկանց, մենք 15 կետ ենք, 30 կետ ենք, 28 կետ ենք, վերջը։ Հերթ իրան չեր ասում։ Մինչև մեզ այդ պայմանագիր չկնքեք, այս շենքերից մենք դուրս չենք գալիս։ Ես Արտաշես Թումանյանին նախագահի աշխատակազմեր են ժամանակ ասեցի, որ այսպեսի խնդիր կա, արագ կարգով ձեր կառավարության 432 որոշումը, չարաբաստիկ որոշումը փոխեք։ Մի խոսքով իրանք մոդիկ չեկան կառավարության որոշումը չէին փոխում, եւ ինձ ասում էին, գնա որ ասել ես, որ այդտեղ պետք է կառուցվի, գնա կառուցի, 3 ամիս ժամանակ ենք տալիս։ Թե ավելի քիչ, եթե տարածքները չիրացրեցիր, չհանեցիր այդ դոմիկները, ուրեմն Լինսի հիմնադրամը տանում են Երևան։ Այ բարձրաձայնում եմ։ Ուրեմն ես տեսա, որ հնար չկա, ցախողվում է ծրագիրը, արագ կարգով եկա, բոլորից սկսեցի պայմանագիր կնքել։ Այսինքն, բայց թույլ տվել էին ձեզ։ Ոչ, թույլ չեն տվել։ Այսինքն դա քրեական պատասխանատվության են ինձ ենթարկելու, եթե ես կառավարության որոշումը քաղաքապետը չի անում։ Ինքը չարաշահել է իր լիազորությունները։ Մի խոսքով դատախազությունը վրեց գործ հարուցեց, որ քաղաքապետը իրավունք չուներ, բայց բոլորի այդ պայմանագիրը կնքե ու բացի դրանից 2 տարվա էլ վարձի գումարներ եմ տվել մարդկանց, որ իրանք դուրս կան բարձրով ապրեն։ Այդ տնագներն էլ քանդեն, իրանց համար մեբել առնեն։ Այդ պայմաններով, թե չէ մարդիկ դուրս չէին գալիս։ Երբ որ դատախազը լավ կանգնեց ու որ զեկուցեց Ռոբերտ Քոչարյանին, թե քաղաքապետին դադում ենք այս հարցերի շուրջ, ու շատ իր լսեց, ինձ էլ այսպես երեսիս են անում, ես էլ հələ բան չեմ պատը խոսում, մեկ է դարավ սպես արեց։ Սա լսի լա այդ դատախազի։ Սա ուզում ես էլ ես Գյումրի չմտնեմ, ժողովուրդը ինձ Գյումրի չթողնի, կամ որևիցե մի ղեկավար, դուք պատկերացնում եք, եթե Վարդանին դադենք, այս ժողովուրդը մեր գլխին ինչ կբերե։ Այդ թղթերը պատրեք,
Ճիշտ ասած, իմ սրդով էլ չէ, բայց լավ է արել Վարդան ջան։ Ահա։ Մարդը ինչ որ եղել է, դա եմ ասում։ Վերջ այդ գործերը գցեցին ենքում եւ այդ ամբողջ ծրագիրը իրականացվեց, այս քաղաքում, որ մտնում եք այսպես գեղեցիկ շենքերը, որ կան, այդ արվել է շատ դժվարությամբ։ Իհարկե հիմա չարերը կան, կասեն ոնց որ դու ես արել, փողը դու ես տվել, չէ, փողը ես չեմ տվել, բայց ծրագիրը այստեղից կտանեին։ Ես այդքան բան եմ արել։ Փիրոմյան Ֆելիքսը լավ կանգնավ, ասեց ես ճիշտ ասած այդքան աշխատել եմ, բայց չեմ տեսել մի ղեկավար, որի ժողովրդի համար ուրեմն դադվի, բայց ժողովրդին օգուտ լինի։ Դա եղել է Ղուկասյան Պարոն Ղուկասյան, այսինքն քրեական գործերը ձեր համար նորություն չեն, այսօր կարել են այս շարքով ձեր վրա, նորություն չէ ձեր համար։ Ինքան ենք տեսել, բայց ամենակարևորը, որ ես այնպեսի բան եմ արել, որ ասենք իմ գրբանի համար չեմ արել եմ հասարակության ժողովրդի համար։ Այսօր էլ որ հիմա այս գործերը վրես են, ինչ գործեր են սրանք։ Ինչ գործ։ Այս գործերը հիմա որ ինձ մեղադրանք են առաջադրել, ես ասենք մարդկանց տվել եմ տարածքներ, որոնք մարդիկ կառուցել են իրենց համար բնակարաններ, կենցաղ սպասարկման օբյեկտներ։ Կամ ասենք ինձանից առաջ Միքայել են տվել, երկրաշարժից հետո որտեղ ուզեց է կառուցել է։ Իսկ քաղաքի հադագագից այդ ժամանակ գծված չի եղել։ Եկել ենք մենք օրինականացրել ենք այդ մարդկանց կառուցած քարաշենք շենք բնակարանը։ Հիմա ինձ ասում են ինչ ես օրինականացրել։ Կամ ասենք դատարանը, սննգացման դատարանը տեքստիլի հողերը վաճառել է նախկին մարզպետն էր մեջ այդ հադական process-ում եւ քաղաքապետին պարտավորեցրել է, որ ասենք հողհատկացումը ուրեմն հաստեավորում անի քաղաքապետարանի դատարանը։ Ինձ մեղադրանք ենք դրա համար առաջադրել։ Բալասանյան Սամվելը ինչ որ ինքն իր ժամանակ էլ եղել, էլի ինձ են մեղադրանք առաջադրել։ Չգիտեմ, սրանք կամ ցնդված են, կամ ինչ որ դե բան է, քաղաքական պատվեր է, ոչինչ, դա էլ կանցնի կերտ։ Հետագայում խելքի կգան։ Կարևորը հաղ չեն վերցրել։ Եթե հաղ վերցրածն ինձ մեղավոր կճանաչեի։ Կարևորը տվել են, որ մարդիկ կառուցեն։ Իսկ երկրաշարժից հետո մենք ուզում ենք մեր մոտիկներին, մեր հարազատներին ինչ որ մի շենք կառուցել քաղաքի մեջ, ոչ մեզի բնական հողհատկացում չէին անում։ Հողհատկացում քաղաքում չէին անում։ Դրա համար գյումրեցիներ գնացին Կուլակավան, Մայիսյան, չգիտեմ, Օջախու, ուր ասես գնում ես, տեսնում ես լեննականցիների շենքեր, որ այնտեղ սիրուն շենքեր կան, սակայն դաշտերի մեջ են լցել, բայց եթե քաղաքի մեջ լիներ, օտանավակայանի հատվածը պատկերացրեք, եթե քաղաքի մեջ լիներ, ինչ հոյակապ շենքինություններ կլիներ, քաղաք ավելի այլ տեսք կունենար։ Ափսոս է այդ շենքերը, որ քաղաքից դուրս է կամ այնպեսի տեղեր է, որ ասենք տուրիզմը չի զարգացնում։ Շատ լավ։ Իսկ ինչպես է կառուցվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շենքը, որը նաև հանդիսանում է ինչպես Գյումրու նախկին մանկավարժական ինստիտուտի շենքը, նաև տեղյակ եք հաստատ Հայաստանի Հանրապետության առաջին համալսարանի շենքը։ Ուրեմն առաջին համալսարանի շենքը կառուցել է քո պապը, իմ պապս։ Ոնց որ 6-րդ դպրոցը։ Ես չգիտեմ, շինարարն է եղել մեր Հակոբ Ղուկասյանը, որ ստադիոնն էլ իրենն է պատկանում։ Հակոբը այսինքն Կարամու եղբայրը։ Այո, մեր պապը, մենք իրանք 3 աղբերներ են եղել, ամեն մեկի մենք զավակներն ենք։ Մի խոսքով ինքն է կառուցել այդ մանկավարժական ինստիտուտը։ Ուրեմն մանկավարժական ինստիտուտը ես բոլոր նախագահներին ասում էի, ոնց որ մեր հոգևոր տունը հանդիսանում է ամենափրկիչը, որ փլված է։ Այդպես էլ քաղաքական առումով ժողովրդի մեջ նստած է մանկավարժական ինստիտուտը։ Նախկին նախագահին ասում էի, որ եթե հանկարծ այս շենքը չկառուցենք, մենք այստեղից ձայներ չենք հավաքել։ Սերժ Սարգսյանին։ Մի խոսքով ես հասա նրան, որ կառուցել տվեցի այդ շենքը պետական գումարներով, որոշակի ներդրումներ եղավ տարբեր նախագահների կողմից եւ վերջապես այդ շենքը մեծ դժվարությամբ կառուցվեց, բայց հիմա չգիտեմ դե պատկանելությունը ումն է։ Անհատ է, անհատ չէ, օրինակ պետական կառույց, ես գիտեմ որ պետական չէ, ինչ որ անհատի սեփականությունն է, պահել են, այսպես բան, բայց որ եկա պետք է գիտենամ թե դա ումն է, ում սեփականությունն է։ Ամենայնիվս կարևորը շենքը կառուցվեց։ Կարևորը ես հիմա քաղաքային բյուջեի ես այն ժամանակ չէի նայում թշնամի է, քաղաքական հակառակորդ է, չգիտեմ ով է, գող է, դադախազ է, ես չգիտեմ մշակույթի ներկայացուցիչ է, անբարոյական է։ Եթե ուզում էին քաղաքում մի բան կառուցել, սա հաշ չկա։ Եկեք, ուրեմն ճարտարապետին ասում էի, նախագիծը տալիս ես, քանդակների բաների հարցը լուծում ես, ձևը բանը անում ես ու մարդկանց չխեղդեք, թող կառուցեն, այդ ընթացքում էլ ուրեմն այդ նախագծերը կբերեն ոչ թե հիմիկվա պես։ Մեկը որ բան է կառուցում, թափում են վրան, պետական իշխան կառույց կա, այդ մարդը սենց անում։ Տղեկ ջան, ախր ես վատ բան չեմ, գողություն չեմ երել, լավ բան կսարքեմ։ Հիմա տուն սարքելը, կենցաղ սպասարկման օբյեկտ կառուցելին, գողություն, ջեպկիրություն են համարում սրանք։
Իմ օրոք մարդիկ գնահատվում էին, մարդիկ մեդալներ էին ստանում, մարդիկ տարվա լավագույն ներդրող էր համարվում։ Հասկացար, այսինքն մենք ընկել է ես դռնե դուր Իսրայել օրուպես, ասում է եկեք քաղաքում ամենալավ տեղերը ցես կդամ, միայն քաղաքում ինչ որ մի շենք, մի բան կառուցեք, որովհետև քաղաքը մեռած քաղաք էր, որ եկա 50 լուսակետ էր, 50 լուսակետ, ամբողջ քաղաքում դուք պատկերացնում եք ինչ բան եղել, քաղաքի վիճակը ոնց եղա։ Վերջը այսպես։ Այդ հարցի հետ կապված, որ հիմա չեն թողնում, ճնշում են գործարարներին, որ շենքեր կառուցեն, վերջերս բան իմացա, որ ներկայիս ժամանակը որ պաշտոնը կա, 14000 $-ի կարգի տուգանել է մեր ծանոթներից մեկին, ինչ է թե քաղաքի կենտրոնում ձեռք է առել։ Ես ձեզ ասում եմ, այդ դրա վերաբերյալ մի կարևոր բան եմ ասում։ Ես ասում եմ, որ սա թուրքական ծրագիր է, ոչ թե միայն իրականացում է Գյումրի քաղաքում, այլ իրականացում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունում։ Յուրաքանչյուր երկրի ղեկավար, յուրաքանչյուր կառավարություն, եթե տեսնում է, որ փոքր եւ միջին բիզնեսը քաղաքներում, գյուղերում, մայրաքաղաքում եւ մնացած տեղերը օրենքին համահունչ առաջ չի գնում, ուրեմն ես կարող եմ ասել, որ դա կառավարվում է թուրքո-անգլիական կառույցների կողմից։ Միայն թուրքերը չեն ուզենա, որ երկիրը զարգանա։ Միայն թուրքերը, ուրիշ ոչ մի բան։ Այսինքն դուք պատկերացնում եք, հիմա ես ուրախանում եմ, որ հիմա որ դուրս եմ գալիս, ասում եմ, ելեք դրանք նայենք քաղաքում որտեղ է շինարարություն արվում։ Մեքենայով ասենք, տեսնենք, ուրախանանք։ Դա մեր ուրախությունն է։ Դա քաղաքի զարգացման միայն գրավականներից մեկն է, փոքր եւ միջին բիզնեսի խթանումը։ Դրա համար իմ օրոք արվել է 100 միլիարդ դրամի շինարարություն։ Դուք պատկերացնում եք, հələ եթե մի քիչ խորանամ 120 միլիարդ դրամի։ Հայաստանի բոլոր քաղաքներն ու գյուղերը բացի Երևանից իրար հետ միասին վերցրած այդքան շինարարություն չեն անում։ Քոչարյանը Ռոբերտը ինձ հարց է տալիս, թե Վարդան լեննականցիք հարստացել են, ինչպես փողերը բան։ Ասում եմ, պարոն նախագահ, հաղ չեմ վերցնե ու չեմ քաշքշուկ սարքե մարդկանց։ Դրա համար էլ այսքան բանը կառուցվում է այս քաղաքում։ Այո, քաղաքապետից շատ բան է կախված, մարդիկ որ ասում են քաղաքապետից, քաղաքապետը փոքր եւ միջին բիզնեսի խտանող, հենց ինքն է խտանողը, քաղաքապետարանն է խտանողը։ Այո, իհարկե, խոշոր գործարանները պետք է pedagogan հոգացության ներքո լինի։ Այսօր պետությունը ստանձնել է մի պարտականություն, որ մենք պետք գործարան չենք կառուցելու, մենք սեփականություն չենք ունենալու։ Այդ ով է ասել, որ այդպես է, որտեղ է գրած ընդհանրապես։ Այդ ով է այդ միտքը հանե, որ դոգմա չեմ։ Չէ, ուղղակի հետաքրքիր է։ Այդ ով է այդ միտքը հանե։ 36 տարի ուրեմն երկրաշարժից հետո Գյումրին էս վիճակի մեջ է։ Այստեղ ներդրող չկա, մենք քրկորյան չունենք, որ կա այստեղ ներդրում անի։ Գյումրեցի քրկորյան, այդ եմ ուզում ասածնել։ Բա պետությունը դրա մասին չի մտածում։ Բա պետությունը ինչ է անելու դրա համար։ Հիմա այն օրը, որ ես ասեցի, ակադեմիական քաղաքը պետք է կառուցի Գյումրի քաղաքում։ Շատ ճիշտ եմ ասել։ Ես դա մտածելով եմ ասել։ Նախ այստեղ կա մոտավորապես 2500-ից 3000 հավանական է բոլոր բուհերը միասին, չգիտեմ 3000-ի չի հասնի հավանական է, այդ ակադեմիական քաղաքը որ կառուցեն, այստեղ ես պրոֆեսորատ ասախոսական կազմին էլ տանեն աշտարակ, ու այստեղ ինչ եղնի։ Փակվի տռները մեր տռները փակվի, եթե պետությունը այդ գումարներն ունի, եթե միանշանակ կառուցելու են, պարտադիր կառուցելու են Գյումրի քաղաքում։ Պարտադիր մենք դիմելու ենք, որ կառուցեն Գյումրի քաղաքում, եւ եթե Գյումրի քաղաքում այդ կառույցները շենքերը կառուցեն, օրինակ առաջվա պոլիտեխնիկ ինստիտուտի այդ հատվածը, այդ շադրվանները ոչ կայդպես մնացել, այդտեղ առաջ իրոք եղել է ուսանողական կենտրոն։ Կամ ասենք դեպի Մարմարաշեն գնացող հատվածում։ Այնքան մենք ազատ տարածքներ ունենք, հողեր ունենք։ Ասում են ֆունդամենտներն արդեն աշտարակի կողմում գծած է, բայց ձեր ասած տեղերում նույնպես ֆունդամենտներ կա։ Ես հիմա մի խոսքով, եթե աշտարակում կառուցեն, Երևանը կսարքեն 2 միլիոնանոց Երևան։ Մշտական բոլորն ասում են, մենք դժգոհ ենք այսօրվա Երևանի նախագիծը, որ Թամանյանն արել է, ճանապարհները, բաները, որ արել է, չի արել միլիոնանոց, 2 միլիոնանոց քաղաքի համար։ Նա արել է 300,000-ից 5 պատրի տրակի 300-ից 500,000 ուրեմն բնակչություն ունեցող քաղաքի համար։ Ուրեմն Երևանը չի կարող այդքան մարդուն ընդգրկել իր մեջ։ Աշտարակը արդեն միանում է Երևանին։ Այդ քաղաքն էլ որ կառուցեն ամեն ինչ կվերջանա։ 70-80 կիլոմետր, հիմա այս ճանապարհներն է, որ կառուցվել է 80 կիլոմետր կարելի ասել։ Կես ժամվա 40 րոպեվա կարելի է հասնել Գյումրի, 40 րոպեվա։ Երևանից ծերից որ գնաս, եթե պրոբկեքի մեջ ընկար 2 ժամ, 4 ժամ պետք է տևի։ Ավելի հեշտ կլինի, ավելի հանգիստ կլինի։ Եվ այս պատահական չէ, որ այդ Օքսֆորդ, որ կառուցել են, մայրաքաղաքներից հեռու են կառուցել, խոմ դա աշխարհում այդ փորձը կա։ Եվ դրա համար ես ասում եմ, այո, եթե պետք է կառուցեք, եթե պետք է կառուցեք, ուրեմն այստեղի աշխատատեղերը պետք է չտանեք աշտարակ Երևան։ Պետք է մի բան էլ այնտեղից բերեք, այստեղ հասցնեք։ Այսքան բան եմ ասել ու ճիշտ եմ ասել։ Կոնկրետ հայրաքաղաքի մասին մտածող չեն, իրանք։ Չէ, հիմա իրանք խոսում են, իրանք հասկանում են, որ մենք իրոք վատ վիճակի մեջ ենք, իրոք 36 տարի
Գյումրին ու Շիրակը համարվում է Հայաստանի Հանրապետության ամենաանապահով խավը բնակվում է այս հատվածում եւ ոչ մի միջոցառում չեն անում, ոչ մի քայլ չեն անում, ասֆալտ են կանում, այդ ասֆալտն է գիտենք ինչի համար են անում։ Վարկով վերցրած, հələ մի քիչ խորանակ նայենք այդ վարկով վերցրած գումարները իրոք ասֆալտ արեցին, թե կեսնեք երան։ Հələ մի հատ կողքից մեկը կա, լուրջ կառույց կա, հետաքրքրվի։ Կտեսնեք, որ այդտեղ ինչ ասես կհայտնաբերվի։ Եվ այդ ասֆալտը Ընդամենը 10 տարի հետո պետք է ասֆալտը քանդեն կամ ասենք, ես չգիտեմ, փոսային նորոգումները 2-3 տարի է Հայաստանի Հանրապետությունում։ Դրսից այդ վարկերը վերցնում են, երկիրը գցում են դրսի ուժերի ճնշման տակ, դա էլ ենք հասկանում, կախվածության տակ։ Մեզի առաջին աշխատատեղն է պետք է երկրում մի հատ 12 միլիարդ վերցրել եք, 10 աշխատատեղ չեք ստեղծել։ Այդ ինչ ծրագիր եք անում, այդ ում աչքերն եք խաղում։ Վարչապետը ասում է, որ ճանապարհները սարքեցինք, մեկ դուք չպետք է ասես տեղած քաղաքացի, որպես շինարար, որպես բանվոր աշխատես, այն է աշխատատեղը էլի քո։ Դրեք ժողովրդին հարցրեք։ Օրինակ հիմա բերեցին 30 փողոցը ասֆալտեցին։ Ես 30 փողոցը ասֆալտել էի շատ լավ վիճակի մեջ էր։ Ինչի նորից բռնեցիք ամբողջությամբ ասֆալտեցիք, որ ինչ։ Ասֆալտի վրա ասֆալտ եք անում։ Արա ասֆալտի վրա ասֆալտ եք անում, անարմար է։ Բերեցիք անես դիմացի շադրվանները ամբողջությամբ փոխեցիք։ Այդ գյուզելական քարերը, որ հիմա ես տեսել եմ, ստեղից ինչ եք հեռացել։ Նույն բազալտը, խայտարագություն է։ Բազալտը հանում բազալտ են դրում, այսինքն ես տեսնում եմ, որ ձեզ կատարողական է պետք։ Ձեզ կատարողականն է պետք, որ երկիրը գցեք դրսի ուժերի ճնշման տակ։ Սա է, հասկանում ենք, դե անարմար է, էդել ենք հասկանում։ Վերջը մենք հայ ենք, այ մարդ այդքան բանը չենք հասկանում։ Խոսեցիք ասֆալտից, թե ոնց եք կարողացել Տերյան փողոցը ասֆալտել, այս մարդիկ մի քանի միլիարդ փող են վերցնում, որ բերեն վարկով ասֆալտ անեն, իսկ ես հիշում եմ շատ լավ այն պատմությունը, որ դուք Ռոբերտ Քոչարյանին կարողացել եք համոզել, որ Լինսի հիմնադրամի փողերը ուղղորդի Գյումրի որոշակի փողոցներ ասֆալտելու համար։ Այդ պատմությունը, որ խնդրեմ կպատմեք, հուսով եմ, որ Քոչարյանը մեր նախագահն չի նեղանա։ Բանը, մի անգամ այդ պատմությունը ես մի անգամ ասել եմ, մեկը իմ այդ ասած խոսքերս տարեդրել էր Քոչարյան Ռոբերտի դիմաց, ասում էր, տեսեք, Ղուկասյան Վարդանը ձեզ խապել է ինչ որ բանի տակ, բայց ոչինչ, եթե գիրք գործողը գող չէ, այդպես են ասում մեծերը։ Գիրք գողացողը ասում են գող չէ։ Եթե ընդանուր շահերի քաղաքի համար ես անում, ուրեմն ոչինչ կարելի է դանել, թեկուզ սուտ խոսալ էլ պետք է դրոպեին, եթե ամբողջ ժողովուրդ դրանից կշահի։ Վերջը մի խոսքով քաղաքը սարսափելի վիճակ էր, մերելները ընկնում էին վրայից, այդ տեպի գերեզմաններ տանող ճանապարհը մենք էլ այդքան գումար չունեինք։ Այդ փոխաբերականներ եկել, փոխաբերական իմաստով էին ընկնում։ Հենց իրոք այդպեսի վիճակ էր, սրբում էին, խայտարակ վիճակ էր, մեծերը կհիշեն։ Մի խոսքով ես Քոչարյան Ռոբերտին ասում եմ, որ պետք է Լինսը, կոնե Լինսից գումար բերեք, այս քաղաքը Ղարիբջանյանից մինչև Թբիլիսյան խջուղի վերջը, կոնե հատվածը ամբողջությամբ Սայաթնովայի բանով ասֆալտ անենք, բան։ Շատ դժվար է դեղում այդ գումարները հեշտ չէ որ բերեն, դե իրոք Քոչարյանն է դժվարանում էր, որն աներ, պատերազմ, երկիր բան էս կոմենկում։ Վերջը կարողացա այս հերոստանգերությունների տեղի ամեկին լրագրողներին կանչում էի առանձին հարց տվեք, ինչ պետք է մեզ փողոցները բանես կոմենկում, շատ այդպես բան եմ արել, մեդիա արշավը տարբեր տեղերից հարց են տալիս, դե ինքն է բան է անում, բան։ Վերջը այսպես գնալուց էլ նորից նայեք Լինսը, բան, լելեք սպասի նայենք, բանես կոմենկում այս տևի, ոչ ասում է չէ, ոչ ասում է հա։ Վերջը որ գնաց դիմացն ընդրություններն է Զանգ տվի Արտաշես Թումանյանին, ասեց, գիտեք, դիմաց ընդրությունները նախականել խոսք է տվել, որ պետք է ասֆալտապատի, երբ պետք է անեք, բայց նախական դեզմա խոսքի տվեցի, տվել է, լավ չեք հիշում։ Տեղական այստեղ հեռուստատեսությունները գիշերցերեք ինձ զզվեցնում են, բան։ Մեկը այդա, բայց շուտ ասեիր, բան էսեիր, մենք տեղյակ չենք, ո՞նց տեղյակ չեք, նախական կանգնեց բոլորի մոտ ասեց, բան։ В общем, մեկը Քոչարյան Ռոբերտը միացեք նախագահին վերցնում են, պարոն նախագահ, բարև ձեզ։ Ես ետ եմ խոսք տվել, խոսք եք տվել։ Yarek, ha, մեգիսավ լավ Վարդան շուտով կազմակերպել, բա, ու Լինսը մտավ Գյումրի։ Հիմա կներես պարոն նախագահ, բայց այդպես եղե, բայց այսօր շահել ենք դուք եւ ես։ Շնորհակալություն։ Գյումրին է շահել ու գյումրեցին է շահել։ Շատ լավ, անցնենք առաջ։ Մի քաղաքական հարց։ Լավ, ինչու հավատացիք Նիկոլին։ Մենք բոլորս հասարակ մարդիկ ենք, քաղաքականությունից հեռու։ Դուք միտը չգիտեք, թե ով է Նիկոլը եւ ինչ կարող է անել։ Արդյոք ձեր հայտնի կոչով, որ վանկարկում եք Քայլ արա Մերժի Սերժին եւ լրագրողին կոչ անում, որ ինքն էլ ճվա Վարդանանց հրապարակում։ Դուք ինչ եք արտահայտում, ցասումը, գուցե կուտակված նախքին գործելակերպի դեմ, նախքին վարչակարգի դեմ։ Ճիշտ ասած, չի ուզում այդ հարցին պատասխանել։ Շատ ցավող հարց է, բան Եվ ցավացնում է երրորդ նախագահին, այդ իմ ասածը շատ է ցավացնում։ Հա,
ոնց ասեմ, փոշման չեմ, որ ասել եմ։ Փոշման չեմ եւ ազգային եւ իմ անհատական ինձ հետ որպես իր թիմակից եւ այստեղ ես իր թիմի անդամն եմ եղել ժամանակ, իմ նկատմամբ լավ չեն պահել իրենք, շատ վատ են պահել, երբ որ մենք առանձին լինենք, ինքը ինձ հարցնա, ես կպատասխանեմ։ Չնայած իրանք գիտեն ինչ են արել, ոչ մի մարդկային ուղեղի մեջ չի մտնում, թե իմ նկատմամբ ինձ են արել, ու ես մի հատ թող ինձ ասեն, դե ես ինչ վատ բան եմ արել, որ դրա համար ինձ այդպես վերաբերմունք է եղել։ Մի խոսքով, իսկ երկրի շահերի հետ կապված ես այդ ժամանակ, եթե հինը պետք է չլիներ, Նիկոլ չէ, Պողոս չէ, Երվանդ չէ, ով ուզում է լիներ տնային, նա կանցներ։ Ես Նիկոլին չեմ ընդունել, որովհետև Նիկոլը մշտականին վրես գրել է 30 տարի, այդ 25 տարին վրես իր այդ հայկական ժամանակով գրել է։ Ընտուպնձի որ խփել են ճանապարհին, ինքը այդ ժամանակ ինձ պարկած տեղը նորից իմ վրես գրել է գիշերուց ցերեկ։ Ձեր դեմ։ Իմ դեմ։ Մշտական ինքը իմ դեմ գրել է օտի մեջ է։ Ես քաղաք եմ կառուցել, ինքը ինձ վադաբանել է։ Ինչ ասեսին իմ համար արել է, ես Նիկոլին չեմ ընտրել։ Ես ուզեցել եմ, որ նախկինը չլինի։ Դա է եղել պատճառը։ Չնայած նախկինն էլ արել է, որ մենք ասենք, այդ լոզունգը ինքն է կդե, նախկինն է կդե իր համար, որովհետև ես չգիտեմ ինքը սրա այդ ինչ է պայմանավորվել բան արել, ոնց որ նախկինից էին քարկոծվում, սրանից էլ են քարկոծվում, այսինքն երկուսն էլ իրար հետ է։ Ես վերջապես կարող եմ հիմա դա բարձրաձայնել, վերջ։ Էլ չեմ ուզում մի բաց այդ փակագծերը, եթե հանգարց իրանք խորացան ինձ հետ կապած, ես շատ բաներ կբացեմ։ Հիմա չեմ ուզում խոսել։ Այնտեղ կոնկրետ սոցիալական մեդիայում տարածվող մի հատ հայտնի նյութ կա, որ իրենք կտրել իրար են կպցրել 2007 թվականի վիդեոն 2018 թվականի ինչ որ նյութի հետ 11 տարվա տարբերություն կա։ Ոչինչ, ինչ անենք։ Հիմա այդ ժամանակ ես հիվանդանոցից դուրս եկած էի, ինձ ասում էին, որ հանրապետականի համար են քեզ խփել, հա, ու շատ մարդիկ, որոնք այդտեղ կանգնած են, չեմ ուզում այդպես ծավալվել, հա, ինձ ասում էին, քեզ ովքեր են խփել, բան, դրա համար ես այդ խոսքն էի ասում, բայց ես չգիտեի, թե ով է մեր գլխին սարկողը, վերջում հասկացանք, էլի, բան, հիմա չեմ ապացույցներ չունեմ, որ ասեմ կոնկրետ էս, դրա համար չեմ կարող դա արձահայտվել։ Ես ճիշտ ասած այդ խփելու բանը թողել եմ Բարձյալն Աստծուն։ Թող Աստծուց գտնեն։ Հիմա ինչ վիլինի դրանք որ բան անեն մի 15-20 տարի բդի նստեն հասկացած ինձ դա հետաքրքիր չէ։ Այնտեղ հավիտենականություն մեջ դժողքում վառվելու են։ Թող էստան տիրոջ առաջ պատասխան տան։ Ասում է դուք մի երթվեք ոչ երկնքի, ոչ երկրի վրա, որովհետև երկինքը Աստծո ատորանիստն է, երկիրը Աստծո ոտների պատվանդանն է։ Դուք չեք կարող ձեր մազը սևից սպիտակ դարձնել։ Ձեր խոսքը լինի այոն այո, ոչը ոչ։ Իսկ դուք կրում եք Աստծո դեմքը։ Մահը տալիս է ի վերուստ, Աստծով է գալիս։ Հիմա իրանք պետք է պատասխան տան այսքան բանի համար։ Իրանք պետք է պատասխան տան։ Դժողքում կա հարգեր, գիտես, պես տանջանքի հարգեր։ Այն ամենաներկևի հարգին մնացողը դա սարսափելի վիճակ է։ Գոնե վերևի հարգ նեղեք, փրկվեք, մեղքեք, այդքան բան, հա։ Կուրսի եմ բան։ Կամ աբաշխարեք, քանի վերանները թոքի կա, Աստված դավաճաններին մեկ էլ չի ներում, ինչքան ես զգում եմ, մնացածը եթե աբաշխարեն բան անեն, ինչ որ Աստված կփրկի։ Շատ լավ։ Մի փոքր կպատմեք, ինչպիսին էր Գյումրին երկրաշարժից առաջ, այսինքն դուք ինչ որպես քաղաքապետ, ինչ քաղաք եք ժառանգել։ Ես ժառանգել եմ քաղաք, որ ոչինչ փաստաթուղթ չի եղել։ Քաղաքապետարանը ուրեմն հրդեհվել էր այն ժամանակ, քաղաքապետարանի շենքը վարձակալությամբ էին նստած, եւ մոտավորապես չգիտեմ քանի տարիներով վարձակալության գումարները չմուծած, ուրեմն աշխատավարձերը 8-ից 9 ամիս քաղաքապետարանը չէր վճարել մշակույթի, կրթության, սպորտի ոլորտի աշխատողների աշխատավարձը, ես որ եկա 2 ամիս էր, այդպես 2-3 ամսվա պարտք մնաց, որովհետև վերջում էլ այնտեղ խնդիրներ առաջացավ, թե չէ էդել չէր լինի իմ օրոք։ Մի խոսքով, հետո 5000 դրամ էր աշխատավարձը, ես դարձրեցի 90000, 80, 70000, 120000 նայած մարդիկ կան, բայց որ հիմա եկա, բոլորի աշխատավարձը 2000, 2500, ինչքան որ քաղաքապետարանում աշխատում են, ինչքան որ մարդ կա, ոչ թե 10000, ոչ թե 5000, լուրջ աշխատավարձի բարձրացում է։ Իսկ որտեղից շատ լուրջ։ Այդ ինչ գումարներով պիտի բարձրացնեք որ։ Ճիշտ ասած, ես գիտեմ որտեղից պիտի բարձրացնեմ, հիմա չեմ ասում։ Մնա վերջի օրը միտքդ պայի ես հարցը, վերջի օրը կասեմ, որ ասենք սրանք չկողանան, թե ես որտեղից եմ սեփական եկամուտները ավելացնելու։ Այո, ես տեղը գիտեմ, ու շատ սպառիչ ու շատ համոզելի տեղեր են, որտեղից իրոք այդպես անդերուտուս մնացած այդ գումարները։ Ես այդ տեղերը գիտեմ, ես բոլորը կբերեմ։ Հետո քաղաքային բյուջեն 300 միլիոն էր։ Ես դարձրեցի 3 միլիարդ 750 միլիոն, 3 միլիարդ 750 միլիոն։ 300 հազարը
300,000 դրամը դա չնչին կոպեկների մասին է խոսքը։ Դարձրել ենք 3 միլիարդ 750 միլիոն։ Դրա համար արժանացել եմ Անանյա Շիրակացու մեդալին Քոչարյան Ռոբերտն է ինձ տվել եւ վարչապետի մեդալին։ Բոլորի կողմից արժանացել եմ խրախուսանքների։ Քաղաքում եղել է 50 լուսակետ, որ սարքել եմ 4700-4500 լուսակետ։ Էլ չեմ ասում մխոյենց կովերը Լենինի հրապարակը արածում էին։ Հայու հրապարակը։ Հայու հրապարակը, հասկանալի է, պատկերացրեք։ Ուրեմն քաղաքում մի հատ ճանապարհ չկար, որ փոշ չունենար։ Այստեղ ապրել չէր լինի, թոզը խեղդում էր բոլորիս, որ մարդիկ կուրանում էին, մարդիկ անբավարար սիրտ թոկային անբավարարվածություն ունեին այդ թոզի հետ կապված։ Մի հատ լուրջ կինոթատրոն, չգիտեմ, էսեն, բան կինո հոկտեմբեր, բան ոչինչ բան լողավազան, պուրակներ, բան այդպիսի բաներ չկար։ Միայն գորկա այգիներ, որ ես մեր եղբայրներով կարողացել ենք պահել այդ գորկա այգին, որ հիմա Թումո կենտրոնն եկել է, ուզում է խլել մեզանից, էլի։ Այդ ծառերից բռնած, այդ պարիսներից բռնած, այդ արսանախմբերից բռնած արել ենք ես ու քո պապը, հասկացար Գևորգը, ամբողջ քաղաքը գիտի։ Հիմա այս Թումոն եկել է, չգիտեմ, այդ նախ այդ հին թատրոնի շենք այդ Թումոին ինչքանով են վաճառել, դա պետք է կամ հատուկ իմանամ։ $30,000 ես այդ Թումոին գումար եմ տվել, միակներից մեկն եմ եղել, ուրեմն տանը սոսկի վաճառել եմ, բերե տվել եմ իմ կողմից, աղբորը դա այդ ամեն ինչը կա։ Եվ չգիտեի, որ սրանք պետք է գան ու դնեն այդ հատվածների կարուսելներն է մեր սարկած նվիրատվություն ասեցինք ձեզ լինի։ Ամբողջ այգին այն նախկին քաղաքապետը տվել է Թումոին։ Հիմա ուզում են այս դադական process-ները անում են, որ օազիսը մեր ձեռքից խլեն, մենք վախենանք, տանք իրանց, ասենք հաջողություն, ստեսություն, իրանք դրա համար մեզ գցում են այսպես բանի տակ, էլի, իրանց հadoop մարդիկ կան։ Եվ ես չգիտեի, որ այդ Թումոյի հետևը ովքեր են կանգնած։ Այդ Թումոյի հետևը ովքեր են կանգնած, ես դա չգիտեի։ Ենկան այսպես բան մարդիկ են, բայց շապիկները պատրվել է արդեն ճանաչում ենք։ Մի հատ մեկը կա, մի հատ կին է, մազերը բոքս սարկած, շոր ռամբոլիկ եղնի։ Ես չգիտեմ, այդ հայ է, հայ չէ խայդարագություն է, դիանի դա է Թումոյի տերը, սուտ։ Մենք գիտենք ով է Թումոյի տերը, լավ արդեն իմացանք, շատ լավ գիտենք։ Ես մի հետաքրքիր պատմություն եմ լսել ու ոչ մենակ ձեզնից, նաև քաղաքի շատ մեծերից իրենք պատմել են, որ կոնկրետ գորկա այգին պահպանվել է քո եղբորոդ շնորհիվ, որ գիշեր ցերեկ այնտեղից նույնիսկ տուն չեք գնացել, պալատկա եք սարքել, փող եք տվել մարդկանց, որ ծառերը չկան կացնահարեն։ Ամբողջ քաղաքը կդրատվել է բացի այդ այգուց, որ մենք ենք պահել քո պապիտ ու մեր թաղի ժողովրդի հետ։ Փոխանակ խրախուսեն, փոխանակ այդ կան մեզ բան անեն։ Գալստյան Լյովանեն ժամանակ այդտեղ մի հատ բիլիարդնի կար։ Ուրեմն այդ ամբողջ հանցագործությունը Լենինականի ժամանակ այդտեղ էր կատարվում։ Ինչքան քաղաք բանկային լցված էին այդտեղ սաղ իրար կռիվ, մռիվ, ամբողջ այստեղի ոստիկան ու միլիցիան չէր կարող այդտեղ հաշտեցնել։ Ես ու քո Պապը դու մեր եղբայրները կարողացել ենք, հələ գնացեք մտեք այգի, ով է ում բան ասում, ինչ անշնորհքություն, ինչ բան, մարդիկ իրոք չափի մեջ, մի հատ հայոյանք չկա, մի հատ կեղտոտություն չկա, որովհետև մենք ենք դերը, ոնց որ հիմա այս թաղը, որ հարյուրավոր տարիներ գողություն չի լինում, հարյուրավոր տարիներ, պաբերից բռնած այս թաղը դենց պահել է։ Համամիտ։ Մյուս հարցը ինչպես է կառուցել Գյումրու զարդ հանդիսացող քաղաքապետարանի շենքը, չէ՞ որ նրա շինարարությունը այն ժամանակ արժեր 3.5 միլիարդ դրամ, որը այդ ժամանակվա Գյումրու տարեկան բյուջեի չափ է եղել։ Եթե կա պատմություն, կխնդրեմ պատմեք։ Գյումրու քաղաքապետարանի շենքը մեծ դժվարությամբ են կառուցել, շատ մեծ։ Գյումրու քաղաքապետարանը այդքան գումար չուներ։ Ուրեմն նախկին մարզպետին ասել են, որ նախական որ կգա, մի հատ այնպես արեք պրոտոկոլի մեջ գրեք, որ բերենք Գյումրու քաղաքապետարանը դիմացը կանգնեցնենք, ինքը տեսնի թե ինչ ենք անելու, ոնց ենք անելու։ Ճիշտ ասած, դիդավորել չէին մտցնում։ Վերջը նախական որ դուրս եկա բդի գնար, ասեցի մի հատ արի եկեք գնանք տեսեք, թե ինչ են կառուցում քաղաքի կենտրոնական հատվածում է։ Բա պրոտոկոլի մեջ գրած չի եղել այնտեղ ախրանաները, բաները, սնայպեր, բանես կոմենկոմ, ասի Գելե գնանք։ Այսինքն ուզում եք նախագահային բերել հրաբարակ։ Վերջը բերեցի Ռոբերտ Քոչարյանին կանգնեցրեցի, տեսավ, որոշակի արդեն բարձրացել եմ, դուրը եկավ, սա այս սրան կարելի է ֆինանսավորել։ Ինչքան է, ինչքան տամ ասա, ասա 250 միլիոն տուր։ Սա կերեք։ 250 միլիոն մի հատ վերցրեցինք։ Երկրորդ բայց ավ իմ օրոք պետք է վերջացնես, լավ։ Երկրորդ անգամ եկավ։ Հայ ոնց է զիքել նայենք, արդեն երրորդ հարգն եմ։ Բա ինչ չես վերջացրել։ 3 միլիարդ 700 միլիոն է շենքը 500 թե 700 ասի ես 1 միլիարդ 700-ով եմ անում այդ 250 միլիոնը ինչ փող է որ բան ես անում բա ինչ անեմ 250 է դուր 250 է վերցրեցինք ոբշեմ
Հետո այդ բանի գործարանը, որ կառուցվում էր, Շաքարի գործարանը, որ կառուցվում էր, քաղաքում ինչ որ մի տեղ կար, այդտեղից քանդուց կար, բան կար, պետք է մարդիկ կային տանեին, զանգ տվեցին ինձ, թե այդ քանդուցքը տվեք, ես ինչ մարդուն, ասի չի եղնի, անպայման պետք է փող բանան է, թե չէ խնդրեմ կեղնի։ 150-220 միլիոն էլ այդ մարդուց անուններ իրանք չեմ ուզում ասել, այդ բերեցի քաղաքապետարանի շենքին, որ քաղաքապետարանի կառուցվի։ Մեկ էլ այդ մուշ թաղամասի հողերը, որ 220-250 միլիոն վերցրեցի, որ այդտեղ շենք կառուցեն։ Այդ փողերն է ռոպեական տոնոյան Սամվելին փոխանցեցի, որ ծերիցս չտանեին։ Այդ էլ փոխանցեցի այդ շենքը։ Այդ շենքը դժվարությամբ կրվախնձորով, գիտես հեշտելը գնացել է 100 միլիոն, 200 միլիոն բերեկել է պետությունից։ Վերջը այսպես դժվարությամբ վերջում էլ ամեն մի բաժնի աշխատակիցները իրենց աշխատավարձերից, իրանց բաժնի պետով հավաքել են որոշակի չնչին գումարներ, իրանք ռեմոնտ են արել, իրանք միշները մարդիկ կային, իրանք են կագնել ներգքսե, մյուսը կաֆել, չգիտեմ, այս բան, այս ծերի չարչարանքով արել են։ Այդ քաղաքապետի կաբինետն է սա, ես իմ գումարներով եմ արել։ Քանի տոմիկ եք ապամոնտաժել քաղաքից կասեք։ Միանշանակ 40,000 եւ ավելին։ 40,000 եւ ավելին, ուրեմն գիշեր ու ցերեկ այդ աշխատանքը կատարել են։ Գիշեր ու ցերեկ ամբողջ այս բաժնից աշխատողները երազներին տոմիկ էին տեսնում։ Մի խոսքով 40,000-ից ավելի, հələ գնացեք մի քանի հատ տոմիկ անեք, լնային կարող եք անել։ Այսպես գիտեք, թե հեշտ ու հանգիստ կախարդական փայտիկ կար, խփեցին քաղաքը կառուցվեց։ Կարող ենք համարել, որ այդ 40,000 տոմիկ ապամոնտաժելը եղել է ձեր որպես քաղաքապետի ամենամեծ հաջողություն։ Ամենամեծ հաջողություններից մեկն է եղել, որովհետև այն ժամանակ բան էին անում, ասենք բնակարանը ստանում էին, այդ տոմիկները վաճառում էին մեկ ուրիշի, գյուղերից գալիս լսվում էին մեջը, նորից դառնում էին անօտևան, քաղաքը տեղից չէր շարժվում, էլի այդ արածքները մնում էր, ես հատուկ իմ կոնտրոլի տակ եմ պահել, Ընտոպ անձնական, այսպես ագանջ քաշելու, ասենք, մարդ եղել, որ ագանջը պոկել եմ ագանջի վրայից, այս գլխի վրայից, այս ծեվի, այս ինչ ես անում այդ աղա։ Մի խոսքով, ուրեմն այս ինչ որ կառուցվել է կյանքի գնով, կառուցվել է տանջանքով, քրդինքով, այրուն թափելով այս ամեն ինչը կառուցվել է, որովհետև ես սիրով եկա, ես իրոք որ սիրով եկա, որ կառուցեի, սիրով եկա, բայց սրով գնացի, կռծնելով, բայց հավանական է Աստծով կգամ նորից։ Առաջին Աստված։ Ամեն։ Գիտեք, որ վերջերս Գյումրիում բացվել է Երևան City սուպերմարկետ, որը իր մեջ է կլանել տեղական փոքր միջին խանութների, սուպերմարկետների ցանցերը, ավելի կոնկրետ Կառոնայի ցանցը հայտնի է շատ։ Ինչու ձեր օրոք չէին բացվում Երևանյան տերեր ունեցող նման հսկայական կառույցներ, որոնք վնաս են հասցնում նաև թաղային փոքր խանութների աշխատանքին իրական։ Ես ճիշտ ասած բանը, հիմա որոշակի հատված ասում է, դե գիտեք, այնտեղ ավելի էժան է, որ եկել են այստեղ բացել են այդ 10-20 դրամի տարբերություն պետք է լինի։ Ինչ որ մարդիկ կան, որոշակի քիչ խավը ասում է բաներ, բայց շատերն էլ ասում են, դե մեր հացին խփեց։ Այն ժամանակ շատ դժվար էր, որ ես այստեղ էի, եթե ժողովրդի հացը կտրում էին, ես ով ուզում է լիներ չէր կարող, որովհետև գիտեին, որ այստեղ Ղուկասյան Վարդանք այս քաղաքը տեր ունի։ Եթե այստեղ լցվում էին այդ հարգային տեսչությունը, սկսում էին տերոր անել, ես վերցնում զանգում էի։ Էս ինչ ես անում, էս որ քաղաքն է, էս մարդկանց օջախը ուր ես քանդում։ Ընտուփ շատ զգաստ, բաներ կան, հենց անձնական խնդիրներ կա, որ չեմ ուզում հիմա ասել, որովհետև այս կան ջետգիրներ կան, չէ՞, բերանիցս բան են սպասում, որ ելնին ինչ-որ խուլիգանկեքի բերանը գցեն բանես կոմենկով, ուրեմն եւ անձնական, եւ պետական, եւ ամեն ինչով ընտուփ եթե կային կարել այստեղ բաներ անում, տերոր էին անում, ասենք ես չգիտեմ ինչ էին անում, արագ կարգով ես պաշտպանում էի, քաղաքը տեր ուներ, տեր, հասկանում ես, ես տեր էի այս ժողովրդին։ Վերջը այսպես էլի հիմա չթվա դե նստել եմ գլուխ եմ գովում, գիտես, ես էի ու խնդրում եմ համեստությամբ ընդունեք, ուղղակի չես կարող չասել, կարոզարշավ է, պիտի ասես։ Մինչև այսօր չէիք լսել այս պատմությունները, ինչ որ խոսում եմ։ Պարոն Ղուկասյան, Արցախյան վերջին պատերազմին արդյոք ձեր թիմակիցներից, հարազատներից մասնակիցներ եղել են, թե ոչ։ Արցախյան պատերազմին դուք լավ հիշում եք, որ
քո պապը, քո հայրը, քո հորեղբայրները բոլորին ես հավաքել էի ամենափրկիչի մեջ, մոտավորապես 220, 170-ից 250 հոգի ավտոբուսներով ամեն ինչով ուղարկել ենք պատերազմի, ես էլ կորոնա հիվանդ էի, ասում էի գնացեք, ես արագ կարգով ձեր հետևից կգամ, ելույթը կա, բանը կա, գնացել են, մնացել են Երևան, որտեղից որ պետք է գնային Արցախ, հետ են ուղարկել, մի օր մնացել են, հետ են 3 անգամ գնացել եկել են, Իսկ մոբիլիզացիան դադարեցրել է։ 3 անգամ իրանք հետ են տարեբերել են ու չթողեցին, որ ասեն գնայինք, ես զարմանում էի, թե սրանք ինչի համար են այս ծևի մոտեցում անում։ Գերեվասանից չգնացինք, որովհետև ծախված էր, պետք է հանձնեին Ռուստամն ու իր տղու գլուխն ինչ արեցին։ Հավանական է մեզ էլ եթե ներքին թշնամի ունենք, ներքին դավաճանություն, որ այսքան նայում եմ, այս ինչը դավաճան են, ինչը դավաճան են, ինչը դավաճան է, հավանական է, որ ես գնայի անպայման ես իրանց հետ կվիճվեի, կկռվեի, որովհետև ես ոչ ինձ վերջ է, մի խոսքով ես էլ ինչ որ եղել է Աստանից եղել, ես ընդհանրապես բոլոր ամեն ինչին հայոց ազգի հետ, ինչ ներդրում է, ինչ գումար է հավաքվել, ինչ օգնություն է պետք եղել, ես միշտ մասնագիծ եմ եղել, եւ այն Արցախյան պատերազմի ժամանակ։ Շատերը չգիտեն, որ բացի վերակառուցելուց Գյումրու Զարդ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, դուք նաև գնել եք Թումանյանի հիմնած վերնատունը, Թումանյանի Թբիլիսյան տունը, փրկել թուրքերի ձեռքից այն դարձրել թանգարան, մշակութային կենտրոն, նաև Թումո Գյումրիի բարերար եք հանդիսանում եւ շատ ժամանակ առաջ մինչեւ քաղաքապետ ընտրվել են նույնիսկ կառուցել եք Գյումրու Սուրբ Նշան եկեղեցու գմբեթները։ Դա արդյոք ապացույց է այն խոսքի, որ դուք մինչեւ քաղաքապետ ընտրվելն արդեն հարուստ եք եղել, որովհետեւ հիմա շատ այսպես աղբյուրներ կան, սխալ տեղեկատվություն է պատտվում, որ Վարդան Ղուկասյանը թալանչի է, այսինքն փորձում են ձեզ տեղավորել հին կաղապարի մեջ, որով բնութագրում են նաև իրական շատ թալանչիների, ցեզ ուզում են նաև այդ նույն պիտակը կպցնել։ Պատմեք մի քանի բան, թե քաղաքապետ չեղած ժամանակում դուք ինչ եկամուտ ունեիք, որ կարող եք Գյումրու Սուրբ Նշան եկեղեցին ասեմ, ուրեմն այս քաղաքը այնքան փոքր քաղաք է, որ բոլորը գիտեն դե ով ինչով է զբաղվել։ Բոլորը։ Ես 82 թվականին եղել եմ 21 տարեկան։ Ուրեմն իմ գումարներով գնել եմ Տավոտը վրեն 05 21 տարեկանում գնել եմ 05 մեքենա Տավոտը վրեն։ Ուրեմն 84 թվականին 06 մեքենա։ 87 թվականին Նիվա, 88 թվականին Jeep, որ ասենք մարդիկ չգիտեն, Mitsubishi Pajero, հասկանալի է։ Ես եղել եմ խանութի վարիչ սովետական միության ժամանակահատվածում։ Ու ինչ գործասես արել եմ ջահել վախտս գիշեր ցերեկ չենք քնել։ Դրանից այդ 81-80 թվականներին ես ունեցել եմ 200 գլուխ մայրացու խոզ։ Խանութի վարիչ եմ եղել։ Գնաց այդ խոզերը պահել եմ։ Այդտեղ էլ կայնագու բան եմ սարքել։ Օղի եմ սարքել։ Այն ժամանակ չնայած դա այն ժամանակ չէր թույլատրվում, բայց մենք սարքել ենք, եթե բացահայտում եմ, էլի բան։ Հիմա որովհետև դա քրորեն պատասխանատու չի պատասխանտրվում։ Մի խոսքով ու ինչ ասես արել ենք, էլ մանետնի տվոր, էլ դուս, էլ նես։ Վերջը առաջի կոոպերատիվ Սպարտակն եմ ունեցել, որ Գուլբան Ասկեղենի արտադրամաս եմ ունեցել, որտեղ մոտավորապես 30-ից 50 ստանոկ է աշխատել։ Գիշեր 3 սմեն։ Դուք պատկերացնում եք դա ինչ փողերի մասին է խոսքը։ Այն ժամանակ Գուլբան Ասկեղենը, այո, արտահանել ենք ամբողջ սովետական միության մեջը։ Գնացել ենք ուրեմն ստանոկներ են բերել, որոնք արտադրել են կդոր։ Մարդիկ կան, որ գալիս ինձանից այստեղ մինչև հիմա այդ մայնորն եկել էին մարդիկ։ Ինձանից կդոր են կնել, որ մայկա կարեն։ Կոշիկի բան ենք ունեցել, հացի կորզարան եմ ունեցել, օրական 5 տոննա ալուր ենք աշխատել, որից 1 տոննան մերն էր։ Մի խոսքով բոլորը լավ գիտեն դրսի ու ներսի։ Ես սեփական զլեր եմ ունեցել, կամազ եմ ունեցել, այստեղից աբրանք էինք արտահանում Ռուսաստանը, Ռուսաստանից կարակ էինք իջել, ոբշեմ Աստված գիտե։ Այսինքն հետո եղել ենք այս մարզի համար առաջի ֆերմերը։ Մեզանի չափ անասուն ոչ ոք չի ունեցել։ Էդ էլ ասում են թուրքերից է կողացել։ Այս այլանդակվածները ինչ ասես ասում են։ Գուցե թուրքերից գնաց այդ անասուններն է կողացավ բերել, բան։ Եթե կողացել ենք լավ են կարել։ Թուրքերը ինչ ասես մեզանից վերցրել են։ Եթե արել եմ շատ լավ եմ արել, գեդինը մտնի։ Բայց այդպես բան չի ժամանակ հիմա էլ ամեն ինչ գործարանս դրած, ամեն ինչը դրած, հասկացար։ Հիմա բանկերից էլ մոտ 2 միլիոնից ավել դոլարի գումար ենք վերցրել, 2 միլիոնից ավելի։ Հիմա այս Յունիբանկին ասում ենք
99 թվականից մենք ձեզանից գումար ենք վերցրել, տեղեկանք տվեք, չեն տալիս մեզ տեղեկանք, որ տանենք ներկայացնենք, ասենք թե գիտեք այն ժամանակվանից մենք այսքան գումարներ բանկերից վերցրել ենք։ Ասում է պահված է, որտեղ է պահված, արխիվում։ Լավ, հիմա մենք ո՞նց է տվյալները վերցնենք, որ տանենք տանք այդ հագակոռուպցիոնը, չգիտեմ ինչ է, որ այդտեղ ասենք թե այսքան գումար ենք վերցրել բանկերից։ Թուղթ չեն տալիս։ Խնդրեմ, pedagogan քաղաքականություն։ Մյուսն ասեմ, ուրեմն մենք հիմա շվից կովերենք վերետերսից։ Այդ գումարները բոլորը մարել ենք։ Սրանք տվել են դադի թե էկոնոմիկայի նախարարությունը, տվել են դադի թե գումարները չեն մարել։ Մենք կվիդանցիաները վերում ասում ենք դա կվիդանցիաները, ու մեր հաշվի վրա փակել են։ Հաշիվը փակել են, մենք ասում ենք առանց մեզի դադ է կարել։ Ան կվիդանցիաները բացել տվեք, եկսե տվեք դադի։ Այս դադարաններն է 3 տարի դադարանները քաշկաս, որ այդ հաշիվը բացեն։ Բայց այդ ինչ հաշիվ որ փակել են, մենք այդտեղից այդ գումարը վերցնում ենք, բանկերին ենք մուծում։ Հիմի բանկերը մեզ դիդավորալ անում են, որ մեր գույքը գողանան։ Բայց սա pedagogan քաղաքականություն չէ, այ ավազակներ։ Ես այնքան դուրսը հարկանք պատիվ ունեմ, որ ինձի չեն թողնի, որ ես հանգարցակի։ Ես ումից $100,000 դրսից $50,000 ուզեմ, ռոպեական ինձ կողարկեն գբերեն։ Դուք գիտեցեք, ես այդքան աբրած ունեմ։ Ամբողջ աշխարհով մեկ լավ գիտեցեք։ Ես դուրսը հիմա, օրինակ հիմա ես Յակոտում փայատեր եմ, գիտեք։ Ասենք 30 տարի էլ այդ մարդիկ ինձ իմ գործը գնաց է դրել ենք, իրանք այնտեղ աշխատում են, իմ գումարը տալիս են ինձ։ Վերջը ինչերից։ Բարձրաձայն ասում եմ։ Բանկերի մասին որ խոսում ես էլ դիդավորել եմ ասում որ սատկիկ, որ ով որ տրակվում է թող սատկի, լավ խելքի կա։ Իսկ ով էլ որ ուրախանում է ինձ համար կուրախանա, որտեղ Ուղղասյանը հարուստ է, ուրեմն ես անպայման իրանց կօգնեմ։ Բանկերի մասին որ խոսում եք, գուցե շատ մարդիկ նույնիսկ չհավատան, բայց ասեմ, որ ես չգիտեմ ձեր տունը վարկի տակ է թե չէ, բայց մերը այս բային վարկի տակ է։ Ոչինչ։ Հա, այդ էլ կփակի։ Հիմա հայանք է դրած, ով վարկի տակ չէ, հայանք է բանանում։ Այդպես է ոնց որ ժողովուրդը։ Իսկ դա pedagogan ծրագիր է։ Այսպեսի բան աշխարհում չկա։ Հələ գնաց եք ամբողջ Եվրոպա աշխարհով մեկ 3-ից 4% է վարկերը։ 0.25%-ով pedagogan գումարները գալիս է դրսից համաշխարհային բանկերից վերցնում են։ Մի քանի հոգի վերցնում է գումարները 10-20%-ով տալիս են ժողովրդին։ Հələ գնացեք նայեք այդ բանկերի տերերը ովքեր են։ Գիտեք ով ուզում է լինի ինձ համար հետաքրքիր չէ, բայց այսպես այս երկիրը մինչև այդ բանկային համակարգը չնորմալանա, երկիրը երկիր չի լինի։ Սա էլ թուրքական մի ծրագիր է, որ էլի թուրքերն են անում։ Սա առողջացման ծրագիր չէ։ Բանկերը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին։ Պատկերացրեք 20% մարդը շահույթ այսօր որ բիզնեսի մեջ 20% շահույթ կլինի, որ դու 20%-ը դրել եք, այդ մարդիկ վերցրել են 20%-ը բերեն ցեզի տան, իրանք ինչ աշխատին։ Մի խոսքով սա խայդարագություն է։ Սա անգլո-թուրքական ուժեր են, որ ղեկավարում են Հայաստանի Հանրապետությունը։ Ես այդպես եմ հասկանում։ Այսքան տարիների իմ փորձից եմ ասում։ Ուրեմն շատերն ասում են, որ Վարդան Ղուկասյանը Լեննագանցի Թրամփն է։ Որովհետև երկուսի վրա էլ քրեական գործեր կային ընդրաշրջանում։ Երկուսի վրա էլ մահափորձ է կատարվել։ Երկուսն էլ բիզնեսմեններ են, եւ երկուսն էլ թունդ պահպանողական են։ Համաձայն եք ես մտքեդ կամ Թրամփի հետ որևէ նմանություններ դուք ինքներդ գտնում եք։ Չէ, ասի որ իջոր նմանություն ես ունեմ Թրամփի բանի հետ, ես ավելի ուրիշ մարդկանց եմ ուզում նմանվել, ես հարկում եմ, որ այդ մարդը այդպես տղամարդավար եկավ, իր գործը արեց, ամեն ինչ արեց, բան ու մեջն էլ նենց տղամարդկային բաներ կա, որը ինձ համար շատ հոգեհարազատ է, մեկ էլ շատ եմ ընդունում, որ այս խուլիկանկա, այս այլասերված այդ բաները դրանց վռնդեց են երկրից, որ Աստծո պատիժը չթափի Ամերիկայի վրա, շատ կողմնակից եմ, ամենաառաջի ողջունելի քայլը դա եմ համարում։ Այդպես, բայց այդպես չէի ասի, որ ես ինչ որ նման ենք մենք իրար։ Շատ է։ Ինչ սխալներ եք գործել քաղաքականության մեջ, որ այլևս չեք գործի։ Ինչ է տվել ձեր փորձը։ Ճիշտ ասած, իմ փորձը ես ինձ քաղաքական գործիչ չեմ համարում։ Ես ինձ ավելի շատ կառուցողական այսպես գործարար մարդ եմ համարում։ Իսկ քաղաքապետ աշխատած այդ 13 տարիներին իմ ամենասխալներից մեկը նա էր, որ համբարձում են կառելից ողորմի իրան մի բան սովորեցի, մինչև հիմա ասում եմ։ Ես այսպես որ մարդիկ մտնում էին արակարկով ստորագրում այս գործը տալիս է, այն գործը, այն տարածքը, այն շենքը, այն բանը որ տալիս է, ասեց հələ մի հատ քեզ բան ասեմ, ուզում ես ընդունե, ուզում ես մի ընդունի, պարոն Ղուկասյան, ասեք Կարլեն Դանելիչ։ Գիտես, որպես արագ տալիս ես, իրանք դրա արժեքը չգիտեն, ամեն մեկը $50,000 է, $10,000 է, $5,000 է, այդ կոստորագրությունը մի քիչ տարբեր ղադերը գիտենան։
Հիմա մարդիկ կան այնքան բանեմարե, որ դաժե շնորհակալություն չեն հայտնել։ Չնայած ես փոշման չեմ, որ այդպես արագ կարգով արել եմ, բայց թե ոնց որ արժեր մի քանի անգամ տանել վերել, որ զգա այն այդ ստորագրության ղադրը։ Գյումրեցիները Իսկ քաղաքականության մեջ էլ շուտ եմ հավատում մարդկանց։ Շուտ հավատում եմ ու շուտ ներում եմ։ Ձեր արշինով եք չափում այս։ Հա, ես ասենք ճիշտ ասած, որ ասում ենք անցանք բան, այս կողմ ես այդպես թույն չեմ տանում, միանշանակ հավանական է դա սխալ է, բայց թե ոնց որ աստվածային է դա։ Գյումրեցիները պետք է մտավախություն ունենան, որ Գյումրիում կարող է ստեղծվել խմբիշխանություն հանձինս ձեզ եւ մեր ընտանիքի, կամ այսպես ասած բեսպրեդել հնարավոր է մեր հարազատների կողմից։ Ուրեմն ես այնպեսի մարդ եմ, ես իմ նկատմամբ ամենախիստը ես եմ իմ նկատմամբ։ Եթե ես հանգարց մի բան անում եմ ու Աստծուն զգում եմ, որ հաճելի չէ, ես գիշեր-ցերեկ ինձ տանջում եմ։ Մեկ էլ ասում եմ, Վարդան, ինչ ես արել, որ այդքան տանջվում ես, ելեք ես հանգիստ բայ։ Այս խուլիգանները, որ ներկայացնում են սդից-մդից բաներ, ես բոլորի առաջի հանդիմանողը, եթե իմ տեղած մի հատ սխալ բան է, ես գիշերը բարձր տնեմ բեգին կխեղդեմ։ Ես այդքան կարող եմ անել։ Ուրեմն նմանատիպ բան չի եղել, չի կարող լինել, որովհետև կան այսպեսի մարդիկ եւ այդ բոլորը լավ գիտեն։ Այս սրանց խոսակցությունները իրանք դիտավորել, իրանք մի բան պետք է ինձնից ասեն, ինչ պետք է ասեն, մի բան պետք է կպցնեն։ Դե պետք է կպցնեն էլի, ուզես թե չուզես պետք է դրա համար ես որ սոխ չես կերես սիրտը չի մռմա։ Այդ թող խոսանի, հայ էլ խոսան, դե Տո Հիսուս Քրիստոսի հետևից խոսածին մեղայ ասում, ինչև այսօր խոսում են։ Աշխարհի օվկիանոսները ջրերը մարդկանց ստեղծողը, երբ որ խաչի վրա ջուր ուզեց, մարդիկ քացախ տվեցին։ Դուք կուզեք, որ մեզանից բոլորը լավ խոսան։ Եթե ասում են բոլորը լավ են խոսում, ուրեմն դու լավ մարդ չես։ Այդ էլ գիտեցեք, այո։ Այդ Սուրբ Գիրքն է ասում։ Ուրեմն փորձ է արվում այս վերջերս քաղաքացիական պայմանագրի խոսնագների կողմից ներկայացնելու ձեզ որպես իբր Գյումրու Մանվել Գրիգորյան։ Մանվել։ Իմ որակմամբ իբր Գյումրու աղ սարսափ, որը բոլորը լավ գիտեն, որ այդպես չի եղել։ Բայց հետաքրքիրը ո՞րն է։ Տեսեք ինչ են ասում իրենք հենց իշխանականները։ Ասում են, որ ինքը եկավ իշխանության, Գյումրիում նորից տիրելու է նույնպես պրեդելը։ Այսինքն այս մարդիկ կոպիտ ասած, իրենք հարցականի տակ են դնում իրանց իրավապահ մարմինների աշխատանքը։ Եթե ինչ-որ մեկը կարող է ընտրվել քաղաքապետ ու մի հսկայական քաղաքում կամ մարզում կրիմինալ ու բեսպրիդել ու ամեն ինչ մտցնի, բայց ձեր պարեգները, ձեր ոստիկանական համակարգը դրանք ինչի համար են։ Այսինքն իրենց թեզը իծնե իբնե արդեն սուտ է, իրանք էլ գիտեն, որ կեղծ թեզ են առաջ մղում։ Վարդան ջան, ես մի բան եմ ուզում ասել, որ դրան չեմ ուզում շատ անդրադառնալ։ Դու փոքր ես, օրինակ դու հիմա այստեղ շատ քաղաքական սխալ թույլ տվեցիր, որ դրանից շատ ես խոսում։ Եթե դրանից շատ չխոսես, ավելի լավ կլինի։ Ուրեմն կյանքում էսպես է, օվկիանոսի չափ լավը չեն տեսնում, մի բուռ կեղտն են տեսնում։ Հիմա ուղղակի պետք է, որ ասենք ներկայացնեն։ Ընդհանրապես ներկայացնելն է կարևոր, որ իրանք արագ կարգով լրատվությունը ամբողջությամբ իրանք ձեռքն է եւ դրանք են խոսողները։ Լրատվությունը ում ձեռքն է, նրանք թելադրողներն են։ Հիմա տեսեք դրանց հետևները ով է կանգնած, չկա մի լրատվական կառույց, որ հետևը մարդ չլինի։ Այս սարսափելին դա է։ Մինչև այդ լրատվական կառույցները չմակրվեն, ոչ մի բան չի լինի։ Ոչ մի բան էս երկրում։ Պետք է իրոք հստակ ասեն, սա լույս է, սա խավար է, սա մութ է, սա ես չգիտեմ ինչ է, սա վերջը դրան էլ չարժի շատ անդրադառնալ, դա սդից բաներ է, հեքիաթային նույն խոսքերն են։ Շատ սրդի մոդիկ մի ընտունի բանի տեղ, մի տիր եղած չեղած, մի հաշիվ է ձեր գործը դուք արեք։ Հնարավոր համարում եք կոալիցիա կազմել մյուս ընդդիմադիր ուժերի հետ ընդդեմ քաղաքացիական պայմանագրի։ Քաղաքացիական պայմանագրի հետ միանշանակ չեմ կազմելու լոկ մի բանի համար Ղարաբաղի այդ խնդիրի նկատի ունենալով մեկ էս հոմոսեքսուալիստներին տեղ տալու համար։ Այսինքն միանշանակ դրանք ինձ հետ կապված ոչ մի բան չունեն։ Ոչ առնելու, ոչ տալու դրանց հետ ոչ մի բան չունեմ։ Մնացածի հետ էլ ինչի՞ չէ, կաբրենք կտեսնենք։ Շատ լավ։ Եվ վերջում մի քանի կարճ հարց եւ ավարտենք, հա։ Դե տեմ չէ։ Վարդան Ղուկասյանը պատկերացնում է իր կյանքը Գյումրիից կամ Հայաստանից դուրս։ Ճիշտ ասած չեմ պատկերացնում։ Դաժե Սլաբոդկից հեռու չեմ պատկերացնում, ճիշտ ասած։ Սլաբոդկի մեջ էլ այդ տունը, որտեղ որ ծնվել եմ, այդտեղից հեռու չեմ պատկերացնում։ Բայց ես ինչ գիտեմ, աշխարհը էլի ամեն ինչ կա։ Ինչ ասես, պատահում է։ Վարդան Ղուկասյանը հավասարաչափ եւ աստվածապաշտ է եւ հայրենասեր, թե ավելի շատ աստվածապաշտ է
քան հայերեն ասել։ Գիտեք, ընդհանրապես շատ այդպես աստվածապաշտ ասելը լավ չի։ Պետք է գործով հավատացյալ լինես։ Այսինքն ասում են, եթե աստվածապաշտ ես ու գործդ չի խոսում ըստ արժանվույն, ուրեմն ինչի մասին է խոսքը։ Դրա համար ասում է Պողոս Առաքյալն ասում է, մարմինն առանց հոգու մեռած է։ Մարմինը առանց հոգու մեռած է, հավատքն էլ առանց գործքի է մեռած։ Всё, էլ չեմ խոսում։ Եվս մի քանի հարց ավարտում ենք, կարճ հարցեր են։ Ավելի ինչու ավարայրի Վարդանը Վարդան Ղուկասյանի համար ամենամեծ հերոսն է։ Չէ՞ որ մեր պատմության մեջ թագավորությանը իրական նպաստ բերող, շոշափելի նպաստ բերող շատ այլ զորավարներ են եղել։ Ինչու է ավարայրի Վարդանը ձեր համար գերագույն հերոս։ Ավարայրի Վարդանը ինձ համար գերագույն հերոս է, որովհետև ինքը սրբոց 10-ին է դասվում։ Որովհետև ինքը հավատքի կռիվ է տվել։ Հավատքի ամենակարևորը, որ ինքը սրբոց 10-ին է դասված ու մնացած է ինձ ամենաբարձրը ինձ հավատքն է, ամենաբարձրը։ Աղոթք, որ ձեր շուրթերից հնչում է ամեն օր։ Հայրմերը միանշանակ եւ մնացածը շատ են։ Չեմ կարող մնացածը ասել։ Հավատով խոստովանում իմ Նարեկաց ու ով ամենաօրհնյալ որդիդ Աստծո սաղմոսները մի 50 հատ տարբեր ծևերի սաղմոսներ։ Ես չգիտեմ առավոտյան երեկոյան ժամերկությունները, 3-րդ ժամի աղոթք, 6-րդ ժամի աղոթք, 9-րդ ժամի աղոթք, խաղաղական ժամի աղոթք, հանգստյան աղոթք, վերջը 1000 մի ծևի աղոթքներ կա։ Անձնական ամենամեծ հաջողությունը։ Անձնական ամենամեծ հաջողությունը նա է, որ ճանաչում եմ Աստված։ Անձնական ամենամեծ ծախողումը։ Ծախողումը։ Անձնական չէի ասի, բայց ազգային, որ ես մեր երկիրը 70% գտնվում է թուրքած ձեռքին։ Ամենաշատ ծանրը դա է ինձ համար, մեկ էլ ոչ արժանիները, որ ղեկավարում են Հայաստանի Հանրապետությունը, նամանավանդ նրանք, որոնք այլասերված են, մայրական իրավունքից պետք է զրկվեն, նամանավանդ նրանք, որոնք ասենք միասեռականություն, բան դրանք, ասենք ամենասարսափելի բաներն են դրանք, որ Աստծո պատիժը թափում է ազգի գլխին դրանց երեսից։ Եվ անարժանների ցերկով պատարակվում է Քրիստոսի մարմինը եւ այրոնը։ Ամենաթանկ իղձը, որ կուզենայիք տեսնել ձեր կյանքի օրոք, ի կադար տեսնել։ Արևմտյան Հայաստանը մերը լիներ, երկիրը հավատքի դառնար, ժողովուրդը Աստծուն հաճելի ապրեր հայ ժողովուրդը։ Այսքանը, շնորհակալություն։ Խնդրեմ։